Գտնվում ենք Վարդան Ղուկասյանի նախընտրական շտաբի մոտ եւ այս պահին ձեր էկրաններին տեսնում եք, որ Գյումրին հոսանքազրկված է։ Հիմա քայլում ենք դեպի հրապարակի կողմ։ Ինչն է խնդիրը, այս պահին դեռ հայտնի չէ։ Եվ ասեմ, դեռ բավական տեղամասեր կան, որտեղ ընտրաթերթիկների հաշվարկը չի ավարտվել։ Տեսնում ենք 1-2 տաղավար ընդամենը, որ լույս կա։ Հարգելի հետևորդներ, ովքեր նոր միացան մեզ, մենք գտնվում ենք Գյումրիի կենտրոնում, այստեղ րոպեներ առաջ քաղաքի մեծ մասը հոսանքազրկվեց, պատճառը այս պահին հայտնի չէ, մեր լրագրողները կփորձեն պարզել ինչն է խնդիրը եւ նշեմ, որ մինչ այս պահը դեռ կան տեղամասեր, որտեղ քվեաթերթիկների հաշվարկը չի ավարտվել։ Հիմա մենք գտնվում ենք մոտենում ենք Գյումրու հրապարակին եւ տեսնում ենք, որ քաղաքը մթության մեջ է։ Քաղաքի մեծ մասը հոսանքազրկված է։ Այստեղ ինչ-որ գեներատոր է միացել եւ հիմնականում երևում են պարեկային ծառայության ոստիկանական մեքենաների լույսերը։ Մենք գտնվում ենք Վարդան Ղուկասյանի նախընտրական շտաբի մոտ, փորձում ենք նրանից հարցազրույց վերցնել, սակայն Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ նա այսօր չի պատասխանի լրագրողների հարցերին, վաղը կլինի հանդիպում նրա հետ, նա մեր հարցերին վաղը կպատասխանի եւ տեսնում եք այստեղ քաղաքի մեծ մասը հոսանքազրկված է։ Կենտրոնում մեր կադրերում երևում է, որ քաղաքի կենտրոնական փողոցի որոշ հատվածներ հոսանքազրկված են։